Կալիֆորնիայի հայաշատ Գլենդել քաղաքը նոր քաղաքապետ ունի երեկ կայացած ընտրություններում քաղաքային վարչակազմի ղեկավար ընտրվել է մեր հայրենակից Ադրի Քասահյանը։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, նախ ընտրությունները ինչպես անցան եւ ինչ է հայտնի Քասահյանի մասին։ Արդի կամ Արդաշես Քասահյանը այդ պաշտոնում կփոխարինի մեկ այլ մեր հայրենակից Արա Նաջարյանին եւ կստանձնի պարտավորությունները ապրիլի 21-ին ու կկառավարի Ամերիկայի ամենահայաշատ քաղաքը 2 տարվա ընթացքում։ Գլենդելում ընտրությունները ուղիղ չեն, այսինքն քաղաքացիները չեն ընտրում, այլ քաղաքային խորհուրդը իր կազմից է ընտրում քաղաքապետ։ Թեև այս անգամ եւս քննարկում էր միգուցե ճիշտ է արդեն անցնել ուղիղ ընտրությունների եղանակի, սակայն որևէ որոշում չընդունվեց, բացի այդ քննարկում էր միգուցե ճիշտ է ժամանակավոր քաղաքապետ ընտրել, քանի որ ընդամենը 2.5 ամիս հետո քաղաքային նոր ընտրություններ են, այսինքն մի մասը քաղաքային խորհրդի անդամների վերընտրվելու է կամ նոր անդամներ են ընտրվելու, ամեն դեպքում որոշվեց նոր էքսպերիմենտներ չանել եւ ընտրել լիարժեք քաղաքապետ։ Ընտրությունը մեծ չէ, քանի որ ընդամենը 2 տեխնացու կար, ովքեր իրավունք ունեին առաջադրվելու եւ Քասահյանի վերաբերյալ կոնսենսուս կար, բացի այդ չգրված օրենքի համաձայն այդ ռոտացիոն սկզբունքով է փոխանցվում իշխանությունը քաղաքային խորհրդի կազմում, բայց ամեն դեպքում ընտրություններ զուտ ֆորմալ գոնե տեսքով տեղի են ունենում եւ փաստորեն միաձայն ընտրվեց Քասահյանը քաղաքային խորհրդի կողմից որպես քաղաքային խորհրդի իշխանության ղեկավար։ Նա արդեն մեկ անգամ եղել է քաղաքապետ, 22 թվականին է ընտրվել, իսկ 20 թվականից մինչ օրս քաղխորհրդի անդամ է, մինչ այդ եղել է քաղխորհրդի քարտուղար, նույնպես կարևոր պաշտոն է, մասնագիտությամբ քաղաքագիտական կրթություն է ստացել ժամանակին, բավական մեծ փորձ ունի այդ թվում նաև հայկական կառույցներում աշխատելու, մասնավորապես Հայդատի հանձնախմբի արևմտյան ափի ատենապետն է եղել, հայախոս է եւ հայկական շրջանակներում շատ հայտնի եւ ազդեցիկ ազնվորություն։ Նշեցիր, որ շուտով քաղխորհրդի ընտրություններ են, հայ համայնքին կհաջողվի արդյոք պահպանել քաղխորհրդում մեծամասնությունը։ Մինչ այդ նշեմ, որ Գլենդելի քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը այժմ մեր հայրենակիցներն են։ Եվ դա կարծում եմ լավ ցուցանիշ է, հաշվի առնելով այն, որ հայերը Գլենդելում ամենևին էլ մեծամասնություն չեն, այո խոշորագույն համայնքն են, բայց կեսից ավելին չեն, ընդամենը մոտ 40% կազմելով քաղաքում, հայերը ըստ էության վերահսկում են ընտրովի պաշտոնների 80%-ը։ Դա մոբիլիզացիայի եւ քաղաքական ակտիվացման արդյունք է։ Ինչպես ասացի, այդ 5 անդամներից 3-ը վայր են դնելու լիազորությունները, քանի որ ավարտվում է իրենց ժամկետը եւ այդ 3 թափուր դարձող տեղերի համար պայքարում է 12 տեխնացու, որոնցից 9-ը մեր հայրենակիցներն են։ Կարծում եմ նպատակը այսպես ճիշտ ձևակերպված կլինի, եթե պայքարեն առնվազն եղած դիրքերը պաշտպանելու եւ պահպանելու համար։ Այսինքն, եթե 5 տեղերից 4-ը վերահսկեն հայերը, կարծում եմ դա լավ ցուցանիշ կլինի։ Եվ տեխնացուների թվում կան հայտնի դեմքեր, 2 նախկին քաղաքապետ, քաղաքում հայտնի ճարտարապետ, գործարար, դիզայներ եւ կարծում եմ, որ կա ռեսուրս, որպեսզի եթե ոչ ամբողջությամբ քաղաքային խորհուրդը բաղկացած լինի հայերից, ապա առնվազն 80%-ով որպեսզի հայերով ներկայացված լինի, կարծում եմ դա իրատեսական նպատակ է։ Արդյոք մի հարց էլ, մունիցիպալ ընտրությունների հետ հենց նույն օրը կանալու է այսպես կոչված պրայմերիզ, այսինքն կոնգրեսի նախնական ընտրություններ, հայ տեխնացուներ կան այստեղ։ Այո, այդ օրը հունիսի 2-ին տեղի կունենա պրայմերիզը եւ դաշնային օրենսդիր մարմնի կոնգրեսի եւ նահանգային խորհրդարանի ասամբլեայի եւ 2 ատյաններում էլ հայազգի տեխնացուներ ունենք Ջոն Հարաբեդյանը, ով Կալիֆորնիայի ասամբլեայի այժմ միակ հայն է, կարծում եմ առանց մեծ դժվարության կկարողանա թարմացնել իր մանդատը
մնա ազդեցիկ քաղաքական գործիչ է, բացի այդ ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը, որը միշտ հաղթում է վերջերս այդ ընտրատարածքում եւ այս անգամ դեմոկրատները ամբողջովին սատարում են նրան։ Ինչ վերաբերում է Դաշնային կոնգրեսի, ապա երկու հայազգի տեխնացուներ կան, այդ թվում նաեւ Ամերիկայի ամենահայաշատ ընտրատարածքում, որը նաև Գլենդելն է ներառում, այդ ընտրատարածքում առաջադրվել է մեր հայրենակից Ջոն Արմենյանը, ով ֆիզիկոս է, տիեզերական տեխնոլոգիաների մասնագետ, դա հենց այն ընտրատարածքն է, որը ժամանակին կոնգրեսում ներկայացնում էր հայ լոբբիստների պարտնյոր Ադամ Շիֆը, բայց վատն այն է, որ Արմենյանը լինելով հեղինակավոր գործիչ քիչ շանսեր ունի նախ այն պատճառով, որ նա կուսակցական չէ, որպես անկախ տեխնացու է առաջադրվել, դա զգալիորեն նվազեցնում է իր շանսերը, իսկ բացի այդ ներկայումս այդ ընտրատարածքը կոնգրեսում ներկայացնող Լորա Ֆրիդմանը բավական հեղինակավոր գործիչ է, ընդ որում հեղինակություն ունի այդ թվում նաև հայ համայնքում։ Ինչ վերաբերում է մյուս մեր հայրենակցին, ով նույնպես առաջադրել է իր տեխնացությունը Դաշնային կոնգրես ընտրվելու համար, Արմեն Կուրդյանի մասին է խոսքը, նա հանրապետական է, ռազմաօդային ուժերի նախկին կապիտան, նրա մասին էլ այսպես չեմ կարող ասել, որ լուրջ շանսեր ունի, քանի որ նախ նույն սկսնակ է քաղաքականությունում, բացի այդ նրա ընտրատարածքում հայ ընտրողները շատ քիչ են։ Ամեն դեպքում կարծում եմ շատ կարևոր է, որ հայազգի տեխնացուներ առաջադրվել են Դաշնային կոնգրեսում ընտրվելու համար, եթե նրանք անգամ մեծ շանսեր չունեն, ապա դա ամեն դեպքում կարևոր հայտ է եւ դա փորձ է ստեղծել պլատֆորմ հետագայում հայերի հայտը ավելի հզոր ձևով ներկայացնելու համար եւ հայկական օրակարգը երևացող դարձնելու համար, նույնիսկ նաեւ դաշնային մակարդակում։ Շնորհակալություն, Արտем։